արագ հավատում եմ, որ այսօր այդ գործը լինելու է, համերգս լավ է անցնելու ու վաղը մենք տեղափոխվելու ենք։ Հարև ձեզիկ, աղվոր եք, աման, ես հասկացա, ես ձեզ կառաջարկեմ մեր սրճարանի սպեշլ խմիչքները, հայկական ամենահին խմիչքների խառնորդը, այդպիսի բան դուք երբևէ խմած չեք եղնի, խմելուց ձեր լեզուն էլ հետները կուլ կուտակ։ Ինձ մի հատ կոֆե բեր ապեր։ Եղավ ցավը տանեմ, հեսա բերի։ Դե քեզ հաջողություն, հայրիկ ջան։ Հալո, Սերգեյ, դու որտեղ ես։ ես սրճարանում եմ, ուշիղ, դու որտեղ ես։ Ես էլ եմ սրճարանում։ Որտեղ ես, չեմ տեսնում քեզ։ Ես էլ քեզ չեմ նկատում, որ մասն ես։ Հենց հիմա որտեղ ես կասես։ Ես մի հատ սփյուռք հայ կա, դրա կողքը կանգնած եմ։ Բա դու որտեղ ես։ Ես էլ մի հատ սև շորերով դիրիժոր կա, դրա կողքն եմ կանգնած։ Մուշեղ։ Սերգեյ։ Ես ինչ է վիճակդ։ Ու դու սենց ուզում ես համոզես, որ դու լուրջ իրավաբան ես։ Էդ ինչ մուրուք ես կպցրե։ Մենակ չասես ուժ եմ տվե աճելա մուշեղ։ Բա ինչ անեմ։ Նես դու կկերպարանա փոխվես, ես չէ։ Բա որ վաղը մյուս օր բռնվենք, ինչ ենք անելու։ Արդեն մտածելակերպը դուրս գալիս է։ Նստի ես այդ աղջիկը գալիս է նստի։ Տիկին Տամարա, այս խմեք, ձեզ հիմա սնունդը հարկավոր, որ ապաքինվեք։ Լիկա ջան, ուղղակի գիտես ինչն է ինձ զարմացնում։ Ոնց որ ձայնը մուշեղինն էր, բայց պատկերը մուշեղինը չէր։ Տիկին Տամարա, դե ես ձեզ ասեցի, չէ, որ բարձր ջերմության դեպքում նման դեպքեր հնարավոր են։ Օրինակ դուք կարող եք մուշեղին տեսնել էշի գլխով։ Լիկա, խնդրում եմ, մենիկ մուշեղին մի վիրավորի։ Չէ, Տիկին Տամարա, ես չեմ վիրավորում։ Ուղղակի ասում եմ, որ նման պարագայում հալյուցինացիաներն անխուսափելի են։ Հա։